Այս հաղորդման մեջ բացում ենք թվային աշխարհի վտանգավոր, բայց իրական պատմությունները։ Փորձանք, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ես գիշերը արագի մեջ 200,000 մուտք եմ անում եւ այլն։ Կիբերանվտանգության մասնագետը տալիս է պարզ ու գործնական խորհուրդներ, ինչպես չընկնել թակարդը։ Իդեալական ժամանակն է գաղտնաբարը փոխելու։ Այս անգամ էլ ձեզ կսովորեցնենք ինչպես պաշտպանվել սոցցանցերում եւ պաշտպանել էլեկտրոնային հասցեները հարձակումից։ Եվ վերջապես, արդյոք հուսալի են հին սերնդի կոճակներով հեռախոսները։ Բացարձակ միֆ է։ Ողջույն։ Պատկերացրեք մարդու վիճակը, երբ պատահական սեղմել է ինչ-որ հաղորդագրության վրա եւ մի քանի րոպեից պարզել, որ իր բանկային քարտն ամբողջությամբ դատարկել են։ Նա կարող է խուճապի մատնվել եւ դիմել ոստիկանություն կամ հակառակը, ամաչել եւ ոչ մի քայլ չձեռնարկել։ Եթե մարդն այս ամենի միջով մեկ անգամ արդեն անցել է եւ մտածում է, որ այլևս չի կրկնվի, հիասթափեցնեմ։ Կիբերհանցագործները քնած չեն, եւ մինչ դուք այս փուլը հաղթահարում եք, նրանք նոր հարված են պատրաստում։ Ստուգված է հաղորդաշարի այս թողարկումը կպատմի, թե ինչ է կիբերհանցագործությունը եւ ինչպես կարելի է առավելագույն պաշտպանություն ունենալ։ Թերթում է Instagram-ը ու գովազդ եկավ, որ օրվա ընթացքում տրամադրիր 30 րոպե ու կաշխատես 100-ից $200։ Այդ աղջիկը պատասխանում է, որ մեր խանութն է Amazon-ում, որի պատվերները պետք է ընդհանրապես ստուգել հաստատել։ Պատվերից է տոկոսը գալիս, օրինակ չգիտեմ, $100 պատվերից կարող է քեզ 50 կամ 20% գար։ Քանի որ ես գլոբինգում աշխատել եմ ժամանակին, նման էր շատ էլի իրականության ու ոչ մի զեղծարարության բան չտեսա էլի։ Լիանան մտածել է, որ գտել է հեշտ աշխատանք եւ բնավ չի կասկածել, որ Amazon-ի էջը կեղծ է։ Նա աշխատել է որոշ ժամանակ եւ ստացել խոստացված աշխատավարձը։ Միայն թե աշխատավարձը կանխիկացնելու համար պարտադիր է եղել միջնորդավճար տալ, այսպես կոչված ակտիվացման գումար։ Վճարումը պահանջվել է բիթքոյնով։ Որքան աշխատավարձը մեծանում էր, այնքան ակտիվացման միջնորդավճարն էլ էր մեծանում։ Վերջին անգամ ակտիվացման գումարը կազմում է $200,000։ Երբ որ կանխիկացում ես անում, ինքը մինուս է գնում քո այդ fake Amazon-ից։ Ու այդ մինուսը դու էլի պետք է մուտք անես, որ ինքը ակտիվանա, որ քո աշխատածը արդեն երևա, որ կարողանաս էլի կանխիկացնես։ Դե որ 2-3 անգամ կանխիկացնում ես, արդեն մտածում ես, որ զեղծարարություն չկա էլի։ Ես գիշերը արագի մեջ 200,000 մուտք եմ անում եւ այլն, ու ես չկարողացա արդեն կանխիկացնել։ Երբ վճարելուց հետո Լիանան չի կարողանում կանխիկացնել աշխատավարձը, հասկանում է, որ խաբեության զոհ է դարձել։ Նա դադարեցնում է վճարումը Amazon-ի ֆիշինգային կայքին, կապվում համացանցային խաբեությունների մասնագետների հետ։ Գումարը հետ բերել չի ստացվում, քանի որ բիթքոյնը անանուն է եւ անհետք։ Կարայի Amazon-ի էջին ընդհանրապես գրեի ինձ նման առաջարկ է եկել, ձերն է թե չէ։ Եթե այդքան խելացի լինեի ժամանակ, հնարավորինս զգուշ լինել, ճշտել մի քանի անգամ, մի քանի հոգուց, ամեն ուղարկված, ամեն ստացած խրախուսական ինչ-որ բան պետք չի արագ արձագանքել։ Կիբերանվտանգության փորձագետ Արտուր Պապյանն ասում է, որ Հայաստանում այսօր չկա հստակ վիճակագրություն, թե քանի մարդ է կիբերհանցագործության զոհ դառնում։ Պատճառն այն է, որ մարդիկ ամաչում են բարձրաձայնել իրենց հետ պատահածի մասին կամ խուսափում են ոստիկանություն դիմելու քաշքշուկից։ Ինչ որ մենք տեսնում ենք, դրանք են մշտական ավտոմատացված կոտրելու փորձեր վեբկայքերի, մեծ քանակի DDoS հարձակումներ։ Կիբերհանցագործությունները միշտ չէ, որ ավարտվում են թեթև կամ ծանր ֆինանսական կորուստներով։ Երբեմն վտանգի տակ է հայտնվում պետության պաշտպանությունը։ 2020 թվականի հուլիսի 7-ին կարծեմ, ադրբեջանցի հակերները հրապարակել էին Արցախի պաշտպանության բանակի տրանսպորտային միջոցների գույքագրման ցուցակներ, այսին որ գարաժում քանի մեքենա կա, ինչքան բենզին կա։ Դրանից մի երկու օր հետո ադրբեջանցիները նաև հրապարակել էին Արցախի Ղարաբաղ Տելեկոմի բոլոր բաժանորդների հեռախոսահամարների ցուցակը։ Փորձագետը զգուշացնում է, մարդիկ հաճախ հենց իրենք են իրենց թիրախ դարձնում, սոցցանցերում չափազանց շատ անձնական տվյալներ հրապարակելով։ Իսկ գրեթե բոլոր հաքերային հարձակումները սկսվում են հենց այդ բաց տվյալների հավաքագրումից։ Պապյանը խորհուրդ է տալիս հնարավորինս նվազեցնել թվային հետքը համացանցում, հետևել մեդիագրագիտության կանոններին եւ սարքերը անջատեք, գնացեք սար։
Ձկնիկ լողտուր լողարա։ Ինչ եք կարծում։ Ինչ կապ ունի կիբերհանցագործությունը ձկնորսության հետ։ Պարզվում է, որ հաքերները մի հնարք ունեն։ Սիրում են ձկների նման որսալ մարդկանց։ Կեղծ հասցեից ուղարկում են նամակ, եւ եթե բացում ես այն, կուլ ես տալիս խայծը։ Իսկ ինչպես կուլ չտալ խայծը, կպատմեն մեր գործընկերները։ Ողջույն, թվային միջավայրում բարդ եւ լավ մտածված գաղտնաբառը այլևս բավարար չէ անվտանգ լինելու համար։ Այստեղ օգնության է գալիս երկփուլային անվտանգությունը, որը պաշտպանում է ձեր օգտահաշիվները, նույնիսկ երբ ինչ-որ մեկը իմացել է ձեր գաղտնաբառը։ Համակարգը տրամադրում է լրացուցիչ կոդ, որը գալիս է ձեր հեռախոսին կամ հատուկ հավելվածի միջոցով։ Այսօր կսովորենք, թե ինչպես միացնել այս երկփուլային անվտանգությունը տարբեր օգտահաշիվների դեպքում։ Բացենք Instagram-ը եւ մուտք գործենք մեր հաշիվ։ Սեղմենք վերևի աչանկյունում գտնվող 3 գծիկների վրա եւ ընտրենք Account Center բաժինը։ Այստեղ կտեսնենք Password and Security հատվածը, ապա Two-Factor Authentication։ Այստեղ ընտրում ենք, թե ինչպես ենք ցանկանում ստանալ հաստատման կոդը, հատուկ Authentication հավելվածի, թե SMS հաղորդագրության միջոցով։ Օրինակ, կարող ենք ներբեռնել Google Authenticator հավելվածը։ Մի քանի պարզ քայլով մուտք գործենք մեր Google հաշիվ։ Ընտրենք, որ տարբերակով ենք ցանկանում ավելացնել հաշիվը՝ QR կոդի կամ կոդի միջոցով։ Բացվում է նոր պատուհան, որտեղ լրացնում ենք մեր հաշվի անունը եւ բանալի կոդը, որը երևում է Instagram-ում։ Հաստատվելուց հետո հավելվածում կստեղծվի 6 նիշանոց կոդ, որը գործում է շատ կարճ ժամանակով։ Այս կոդը ձեզ անհրաժեշտ կլինի ամեն անգամ, երբ փորձեք մուտք գործել ձեր հաշիվ։ Նույնքան պարզ քայլերով կարող եք ակտիվացնել նաև երկրորդ տարբերակը՝ SMS հաստատումը։ Հետ գնանք եւ ընտրենք SMS կամ WhatsApp բաժինը։ Ձեր WhatsApp-ին կամ հեռախոսահամարին կգա կոդ, որը պետք է մուտքագրեք բացված դաշտում եւ վերջ։ Այս տարբերակը նույնպես ակտիվացված է։ Երկփուլային անվտանգությունը գրեթե նույնն է բոլոր սոցիալական հարթակներում՝ Facebook, TikTok, Google, էլեկտրոնային փոստ եւ այլն։ Եկեք միասին նաև ակտիվացնենք մեր էլեկտրոնային փոստի երկփուլային անվտանգությունը։ Նախ մուտք ենք գործում մեր Google հաշիվ։ Սեղմում ենք անվտանգություն բաժնի վրա, գտնում ենք երկփուլային վավերացում բաժինը եւ սեղմում ենք միացնել երկփուլային վավերացումը։ Մուտքագրում ենք մեր հեռախոսահամարը, սեղմում ենք հաստատել եւ վերջ։ Երկփուլային վավերացումը ակտիվացված է։ Երբ ինչ-որ մեկը փորձի մուտք գործել ձեր էլեկտրոնային փոստ, դուք կստանաք հեռախոսային հաղորդագրություն, որը հարցնում է, թե արդյոք դուք եք մուտք գործողը։ Եթե դուք չեք հաստատում դա, երկփուլային անվտանգությունը կասեցնում է կիբերհանցագործի մուտքը ձեր էլ-փոստ։ Մի քանի րոպե տրամադրելով կկարողանաք պաշտպանել ձեր նամակները, անձնական տվյալները եւ հաշիվները։ Միացրեք երկփուլային անվտանգությունը բոլոր հարթակներում եւ դարձեք ավելի անվտանգ սպառող համացանցում։ Ստույգ զրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք կիբերանվտանգության մասնագետ Անդրանիկ Վարդանյանին։ Ողջույն Անդրանիկ։ Ողջույն։ Արդյոք կիբերհարցակումները ավելի շատացել են, թե մենք պարզապես սկսել ենք ավելի շատ նկատել դրանք։ Երկար տարիներ հարցակումների մեծ մասը ունեին տեխնիկական բնույթ, այսինքն phishing օրինակի համար, որտեղ որ փորձում են գողանալ մարդու անձնական տվյալները։ Հիմա նման տեխնիկական բնույթը արդեն հանդիսանում է որպես սկզբնակետ եւ վերջի քանի ամիսներին տարիներին ես նույնիսկ կասեի, ուղղակի նոր է հասել Հայաստան, նմանատիպ տեխնիկական լուծումները փորձում են օգտագործել այլ տեսակի վնաս հասցնելու, օրինակի համար ֆինանսական, հա, ահագին տարածվել է, որ օրինակ phishing-ի միջոցով տեսնում ենք, որ մարդկանց գումարներն են գողացել։ Ինչա տեղի ունենում է այստեղ։ Եթե մենք ժամանակին չէինք խոսում շատ կիբերանվտանգության վիկտիմների մասին, որովհետև հիմնականում իրանց ազդեցությունը այդքան մեծ չէր։ Facebook-ի կայք են ջարդել, ադնակլասնիկն են ցրել, Instagram-ն են մտել, հա, այդքան շատ մեծ վնաս չունի ըստ մեր աչքի։ Բայց հիմա երբ որ արդեն տեսնում ենք ֆինանսական արդյունքը դրա, վարկ են ձևակերպել, գումարներն են հանել, արդեն ավելի շատ աչքի տակ են գնում։ Ինչպիսի դեպքեր են առավել հաճախ հանդիպում հենց երիտասարդների հետ։ Երիտասարդների մոտ օրինակ վերջի քանի տարիներին նամանավան ահագին շատացել է ընդհանրապես տեխնիկական բնույթ չունեցող բուլինգը։ Հա, շատ դեպքերում երիտասարդությունը չի մտածում այն մասին, որ այն ինչ որ դնում են համացանցում, հավերժ մնում է։ Ու շատ դեպքերում ինչ որ ամոթալի բան են դնում համացանցում, որից որ իրանք ամաչելու են ապագայում ու չեն մտածում, որ դա ասենք մոտ 20 տարի կմնա։ Մարդիկ օգտվում են առիթից, ասենք տարբեր տեսակի բուլինգ անելու։ Մի քիչ ավելի մեծ տարիքում, այսինքն պատանեկությունից հետո, որտեղ որ մարդ կարողանում է ունենալ իր
քիչ թե շատ ֆինանսական անկախությունը, արդեն սկսում են տարբեր տեսակի սկամները, հա, դա լինի հեռախոսազանգով, SMS-ով, մեյլով, սոցկայքերով եւ այլն։ So այդ տեսակի հարձակումները արդեն միանգամից տեսնում ենք։ Խոսեցիք սկամներից, խնդրում եմ կմանրամասնեք ինչ է սկամը եւ ինչ տեսակի սկամներ են լինում։ Փաստացի մի տեսակ են մարդուն խաբել, որպեսզի նա կրի ֆինանսական կորուստ։ Ու Հայաստանում նամանավանդ վերջի քանի տարում ահագին շատացել են։ Հետաքրքիրն այն է, որ սկամով զբաղվող անհատներն ու կազմակերպությունները ունեն շատ հետաքրքիր տեխնիկական գիտելիքներ։ Ամենաառաջի տեսակի սկամը իհարկե որ մենք տեսել ենք ժամանակին, դա գեմբլինգի ոլորտում է, հա, որտեղ որ մարդկանց համոզում են, որ եթե դու լոգինվես հետեւյալ գեմբլինգի նման կայքը, ապա դու կստանաս այսքան գումար, հա։ Դրա հիմնական նպատակն է իհարկե ընդհանրապես մարդու անձնական տվյալները, օրինակի համար գաղտնաբարերը գողանալ։ Հետո արդեն սկսեց շատանալ դա ֆինանսական ոլորտում, այսինքն բենքինգում, որտեղ որ ստեղծում են շատ նման իրականի կայքեր, ինչպիսին որ մենք տեսնում ենք on-line banking-ում, հա։ Քեզ թվում է որ սա իսկական քո բենքն է, մինչև որ դու իհարկե չնայես ու չտեսնես, որ օրինակի համար լինքը տարբեր է։ Ու իրանք օգտվում են այդ առիթից քո բանկային տվյալները գողանալու։ Բանկերը իհարկե սկսել են սրա դեմ տարբեր տեսակի լուծումներ տալ, օրինակի համար multi-factor authentication, հա, որի ամենապարզ ձևն է լոգինվելու ժամանակ երկրորդ անգամ վերիֆիկացիա ուզել։ Ու սկամները նաև շատացել են այս ամենից դուրս, որտեղ որ մարդկանց ընդհանրապես համոզում են, որ եթե դու իրանց գումար տաս, այդ գումարը երկու անգամով քեզ հետ կվերադառնան։ Ավանդական Ponzi scheme։ Ու այդ ավանդական Ponzi scheme-ները, որովհետև մենք Հայաստանում չենք տեսել Ponzi scheme վերջի 100 տարվա ընթացքում, բայց իրանք եղել են վերջի 100 տարվա ընթացքում։ Մենք տեղյակ չենք, այսինքն հանրությունը չի հասկանում Ponzi scheme-ի գաղափարը որն է։ Եվ իրանք կարծում են, որ եթե իսկականից ես տամ $1000, կստանամ $2000։ Ու շատ դեպքերում իհարկե սկամ անողները կարողանում են այդ գումարը հետ տալ, այսինքն տալիս են այդ 2000-ը հետ, որ դու իրանց տաս 4000, որ քեզ տան 8000, մինչև որ գումարը այնքան շատանա, որ իրանք ուղղակի վերանան։ Ու այս իհարկե ագին պրոբլեմատիկ է այս տեսակի սկամները ու շատացել են ու երևի թե միակ լուծումը իհարկե կրթությունն է, մարդկանց ցույց տալ, կրթել, սովորացնել, որ նմանատիպ բան գոյություն ունի եւ ինչպես հեռու մնալ դրանցից։ Մեզնից շատերը դնում են ինչ-որ գաղտնաբար եւ տարիներով չեն փոխում եւ անգամ մոռանում են գաղտնաբարը, մինչեւ որ պետք չգա։ Ինչքան հաճախ է պետք փոխել գաղտնաբարը ապահովության տեսանկյունից։ Գաղտնաբար փոխել երբեք պետք չի, բայց գաղտնաբար հիշելն էլ երբեք պետք չի։ Ժամանակակից հեռախոսներն ու համակարգիչները իրանք ունեն այսպես կոչված գաղտնաբարի ղեկավարող համակարգ, հա, password manager, որտեղ որ ասենք եթե դու քո iPhone-ով փորձում ես նոր կայքում գրանցվել, ինքը միանգամից քեզ ասում է, ցանկանում ես նոր գաղտնաբար։ Ու դու ասում ես այո, ու ինքը քո համար գեներացնում է նոր գաղտնաբար, որ դու կյանքում ձև չունես հիշելու, ինքը սարսափելի երկար է, սարսափելի անկապ տարով եւ թվերով։ Եվ հետո օգտագործում է ավելի մարդկային միջոց այդ գաղտնաբարները հասանելի դարձնելու։ Օրինակի համար բիոմետրիկ անվտանգություն, մատնահետք, Face ID։ Ու դու ընդհանրապես էլ չես մտածում գաղտնաբարները հիշելու մասին։ Ավելի հետաքրքիրն այն է, որ գաղտնաբարները ղեկավարող համակարգերը, password manager-ները, նաև շփվում են տարբեր տեսակի կազմակերպությունների հետ, որ իմանան, եթե հանկարծ քո գաղտնաբարը, թեկուզ այդ գեներացված գաղտնաբարը հայտնվել է համացանցում, հա, ու քեզ տեղեկացնում է, որ քո գաղտնաբարը հայտնվել է համացանցում, այդ արդեն ճիշտ ժամանակն է գաղտնաբարը փոխելու։ Ու իհարկե մենք որպես մասնագետներ տարբեր սոցցանցերում եւ կայքերում տեղեկացնում ենք, որ օրինակի համար Spotify-ում տեղի է ունեցել հարցակում, որտեղ որ բոլորի գաղտնաբարերը հասանելի են։ Իդեալական ժամանակն է գաղտնաբարը փոխելու։ Ուղղակի մարդիկ պետք է օգտագործեն այդ տեխնոլոգիաները, որը որ անվճար հասանելի է բոլոր համակարգիչների, բրաուզերների եւ հեռախոսների մեջ։ Իսկ ինչպես կարող է սովորական օգտատերը ուժեղացնել իր անվտանգությունը համացանցում։ Մենք միշտ ասում ենք, որ առաջի կետը դա լինել զգուշ, հա։ Զգուշ լինելը շատ կարևոր է, երբ որ տնից դուրս ես գալիս, զգուշ ես, փակում ես դուռը, երբ որ դու թռնում ես ուրիշ երկիր,
զգուշ ես, անջատում ես հոսանքը, օրինակի համար։ Ամեն ինչի մասին մտածում ես, երբ որ դու ինչ-որ գործողություն ես անում քո իրական կյանքի անվտանգության մասին։ Կիբերանվտանգությունը նույն ձև է, պետք է ընդհանրապես լինել զգուշ։ Խնդիրը նրանում է, որ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ կիբերանվտանգությունը կամ ընդհանրապես կիբեր ոլորտում տվյալները ավելի քիչ արժեք ունեն, քան իրական կյանքում, որտեվ իրական կյանքում գուցե տանը ոսկի ունես, բայց չես մտածում, որ կիբերանվտանգության մասին մտածես, որտեվ էլեկտրոնային ոսկի ունես, բայց բարձում ունես, դա քո բանկային համակարգն է, բարձում ունես, դա քո անձնական տվյալներն են, քո նամակներն են եւ նման տիպ բաներն են, որը որ կա։ Զգուշ լինելը առաջի կարևոր կետն է։ Հետո արդեն իհարկե մենք ունենք շատ པարզ մարդկային քայլեր բոլորի համար։ Դա մեկը ոնց ասացինք password manager-ներն են, որ քո գաղտնաբարերը ղեկավարվի նորմալ ծրագրերի կողմից եւ ոչ թե դու հիշես դրա մասին։ Երկրորդը դա update անելն է։ Շատ է լինում, որ նստում եմ հանրային տրանսպորտ, նայում եմ մարդկանց հեռախոսներին ու մեկ էլ նկատում եմ, որ վերևում միշտ այդ խնդրում եմ update արա նշանը դրած է։ Հա, ոչ մեկ իր հեռախոսը update չի անում։ Update անելը շատ կարեւոր է, որովհետեւ որպես մասնագետներ մենք այդ update-ները թողարկում ենք անվտանգությունը լավացնելու համար։ Դա կարող լինի բրաուզերների մեջ, Chrome, Firefox, դա կարող լինի օպերացիոն համակարգերի մեջ, Windows, Android, iOS, Mac, ու դա կարող լինի նաև առօրյա ծրագրերի մեջ, հա, banking-ի ոլորտում եւ այլն եւ այլն։ Այս շատ པարզ քայլերը անելով, զգուշ լինել, update անել, password manager օգտագործել, արդեն փակում է անվտանգության խնդիրների 99%-ը։ Ինչ կարող ենք անել, եթե դարձել ենք կիբերհարձակման, նման տեսակի կիբերհարձակման զոհ։ Եթե ֆինանսական հարձակում է, կապի դուրս արի շատ արագ քո ֆինանսական կազմակերպության հետ, օրինակի համար բանկի։ Եթե bullying է, ապա կապի դուրս գալ օրինակի համար ոստիկանության հետ։ Եթե scam է, մենք չգիտենք ինչ անել այս դեպքում։ Հա, ասենք թե դու քո կամքով ուղարկել ես ուրիշին $2000։ Հա, դու ենթարկվել ես սկամի։ Ինչ անել այդ դեպքում, մենք չգիտենք։ Եթե բանկին ասենք, բանկը ասելու է, բայց դու քո կամքով ես փոխանցել։ Էժան կնստի ուշադիր լինելը, քան թե մենք նստենք որպես մասնագետներ playbook մշակենք այս ամեն ինչի մասին։ Իսկ ինչ է նշանակում ուշադիր լինել։ Ինտերնետում ուշադիր լինելը դա շատ նման է, երբ որ քո դեմ կա հրաշագործ եւ ինքը փորձում է ասենք սիրուն քարտերով քո հետ գործ անել։ Երբ որ ինքը ասում է pick a card any card, վերցրու քարտ կամ ական քարտ, ինքը արդեն փորձում է քեզ խաբել, որ դու վերցնես իր ուզած քարտը։ Նույն ձևն է ինտերնետում։ Ես փորձ եմ բերել օրինակ, մի քանի ամիս առաջ տան ավելորդ անկողինը փորձում էի վաճառել։ Դրեցի on-line համակարգերում, լիստեյեմ, սոցկայքեր եւ այլն։ Հաջորդ օրը ինձ նամակ է գալիս, որ մեկը ցանկանում է առնել։ Ասացի հրաշալի։ Կազատվեմ այդ անկողնից։ Եվ իրանք ինձ ասեցին, դե արի կազմակերպենք high post-ի shipping, որտեղ որ high post-ը գալիս եւ ապրանքը տեղափոխում է իրանց մոտ, ասի հրաշալի։ Ու ես մտա լինքով, որտեղ որ պետքա դնեմ իմ տվյալները, որպեսզի high post-ից գան։ Ահա որ անուշադիր է ես այդ բանը։ Կողքից նշանացած նայած, ասաց՝ մի հատ լինքը կնայես, ու ես լինքը նայեցի ու պարզվեց phishing-ա։ Ուշադիր լինելը դա է, որտեղ որ մենք նայում ենք շատ ուշադրությամբ, թե ինչա տեղի ունենում հեռախոսի վրա, համակարգչի վրա, ինչ ծրագիր ես քաշել, ինչ լինք ես մտել, ինչ նպատակով են քեզ այդ լինքը ուղարկել։ Ընդհանրապես դա է նշանակում ուշադիր լինելը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Թվային անվտանգության կարիք մենք ունենք գրեթե ամեն վայրկյան, թեկուզ այն պատճառով, որ մեր ձեռքում են այս խելացի սարքերը։ Պարզվում է դու պաշտպանված չես, նույնիսկ եթե Գերմանիայի կանցլերն ես եւ օգտագործում ես ոչ թե սմարթֆոն, այլ այս անմեղ թվացող սարքը։ Այսօր մեր թիմը կստուգի, իսկ անվտանգ են արդյոք հին սերնդի սարքերը, թե դա միֆ է։ Ալյո, հերիքնազ, են փողերը ստացար։ Չէ, Գագոյաներն էր մեռել։ Համեսս բաները հեռախոսով մի խոսա էլի։ Կգամ հետո իրար հետ կխոսանք։ Դե լավ, ինչի մասին ես մտածում։ Իմ հեռախոսը կնոպիչնի հեռախոսը, մեզ ով կարա լսի։ Ըհը, այդ շատ լավ է, որ մտածում եք, թե կոճակներով հեռախոսը գաղտնալսելն անհնարին է։ Իսկ ինչու եք այդպես կարծում։ Մտածում եք անվտանգ է, որովհետև չկա ինտերնետ, չկան խելացի ֆունկցիաներ կամ հավելվածներ։ Սրանք անվանում են նաև ՊՆ հեռախոսներ, նկատի ունենալով, որ գաղտնալսելը բարդ է։ Բանակում հեռախոսները միշտ են արգելված եղել,
բայց եղել են խախտումներ։ 2018 թվականին փորձ արվեց վերահսկել խնդիրը եւ զինծառայողներին թույլատրեցին օգտագործել այնպիսի հեռախոսներ, որոնք չունեին տեսաձայնագրման հնարավորություն եւ ինտերնետին հասանելիություն։ Բացարձակ միֆ է։ Ամենամեծ հզորությունը, որով իրենք ճառագայթում են եւ տեսանելի են եւ կարող են գրանցվել, դիտվել, հենց կայանի հետ կապող ռադիոալիքներն են։ Մի բան պարզ է իմ համար, որ նրանց ռադիո մասը ավելի քիչ զգայուն է եւ կապ ապահովելու համար ավելի հզոր սիգնալ են ազդանշան են ուղարկում, որը ավելի հեշտ տեսանելի է դառնում։ Հեռախոսով խոսելիս ձայնը վերածվում է ռադիոալիքի, որն էլ օդում տարածվելով հասնում է բազային կայանին։ Հին սերնդի, այսինքն 2G ցանցերում այդ ազդանշանները տեխնիկապես հնարավոր չէր գաղտնագրել, եւ դրանք հասանելի էին ցանկացած սարքի, որոնք որսում էին այդ ազդանշանները։ Իսկ արդեն 4G եւ 5G տեխնոլոգիաների դեպքում ազդանշանները լսելը դա դեռ չի նշանակում տիրապետել ամբողջ բովանդակությանը։ Ժամանակակից սմարթֆոնները առավելություն ունեն։ Նրանք մեծ առավելություններ ունեն, որովհետեւ իրենց ինֆորմացիան նրանք կարող են կոդավորված ուղարկել։ Եթե դուք զանգում եք սովորական հեռախոսով, սովորական կապի կանալով, ապա պարզաբար ձեր զրույցը չի գաղտնագրվի, իսկ եթե օգտագործում եք այդ application-ները, ապա ձեր հաղորդագրությունները, լինի դա նկար, լինի դա ձայն, լինի դա խոսակցություն, երկկողմանի բոլորը կարող է գաղտնագրված լինի եւ հակառակորդի համար շատ դժվար հասանելի։ Նոր սերնդի ցանցերում կապի գաղտնագրումը պարտադիր է, առանց դրա կապը չի հաստատվի։ Այսինքն մեր հեռախոսային զրույցը, ձայնը, հաղորդագրությունը կամ տվյալները վերածվում են խառը թվերի։ Առանց գաղտնի բանալու այդ տվյալները ուրիշ մարդու համար դառնում են անիմաստ աղմուկ։ Ծայրից ծայր կարող է ուղղակի անհասանելի լինել հակառակորդին պարունակությունը։ Շատ հավելվածներ, որոնք իրեն գաղտնագրում են, բայց իրենց գաղտնազերծման կոդերը ինչ որ օրգանների հայտնի են։ Դրանք նույնպես բավականաչափ պաշտպանված են եւ դրանց ներսում էլ գրված ինֆորմացիան այդքան հեշտ չի լինի վերցանել սովորական, ասենք դրոնի կամ մեկ այլ լսող սարքի համար։ 2002 թվականին ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսահամարը ներառել էր լրտեսների ցուցակում։ Դեպքը բացահայտվեց 10 տարի անց միայն, 2013 թվականին։ Մերկելը խիստ վրդովված հայտարարեց, որ ընկերների միջև լրտեսությունն անընդունելի է։ 2021 թվականի հետաքննությունն էլ պարզեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսահամարը հայտնվել է Pegasus լրտեսական ծրագրի հնարավոր թիրախների ցուցակում։ Pegasus-ը Իսրայելի կողմից մշակված համակարգ է, որն ունակ է գաղտնի ներթափանցել սմարթֆոններ առանց օգտատիրոջ որևէ գործողության։ Սմարթֆոնները եւս իրենց թույլ կողմերն ունեն։ Արբանյակային տեղորոշման պատճառով դրանց կոորդինատները հնարավոր է իմանալ եւ փոխանցվող ինֆորմացիան նույնպես, եթե հայտնի են գաղտնագրման բանալիները։ Ուստի հատկապես ռազմական նպատակներով չկան անվտանգ միջոցներ, որքան էլ զարգացած լինեն համակարգերը, դրանք չեն կարող լինել 100%-ով պաշտպանված։ Իրական անվտանգությունը սկսվում է գիտակից օգտատիրոջից։ Մամ, 2 կիլո մսին ինչքան արդ գցեմ։ Այ աղջիկ ջան, ChatGPT-ն չգիտեր, որ ինձ էս հարցնում։ Չէ, ոնց որ թե հետաքրքիր բաներ չկան լսելու։ Ես մարդ եմ, ով չափազանց շատ բան գիտի ձեր կյանքի մասին, եւ պատճառը այն է, որ դուք հեռախոսով պատմում եք ձեր ամբողջ կյանքը։ Կա տարածված կարծիք, որ երիտասարդներն ու երեխաներն ավելի մեդիագրագետ են, բայց մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետազոտությունը փաստում է, որ նրանք պարզապես տեխնիկական առումով ավելի հմուտ են, բայց բովանդակությունը ֆիլտրելու եւ կենսափորձի պակասի պատճառով ավելի հեշտ են թիրախավորվում եւ թակարդն ընկնում։ Եթերում ստուգված է հաղորդաշարներ։ Ստուգենք փաստերն ու ավելի հանգիստ քնենք։ Կհանդիպենք։ Կալտալու նոր լայքել, դացելու նոր կոմենտել, ստուգելու նոր տարածել, շատ դժվար չէ, բայց ասում են անհարմար է, ու քանի այդպես է, կլինի սուտ լուրերն է, պատասխանը սուտ լուրերին, ստուգված է, ստուգված է, ստուգված է,